Բնության կողքից հեռու չի գալիս նկարներն արդեն ցուցասրահի պատերին են, բայց Միսակը անհանգիստ ուսումնասիրում է դրանք, հայրն ինչ կասեր։ Իմ վարպետները նախավերջինս իմ հայրն է եղել, ցավոք սրտի նա այս տարի լքել է ինձ, բայց ես հետագայում էլ կփորձեմ հիշել նրա խորհուրդները եւ ամեն կերպ իմ նկարչության մեջ օգտագործել դրանք։ Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնի առաջին կուրսեցի է Միսակը, 6 կտավ է ներկայացրել նախագահի 2016-ի երիտասարդական մրցանակին։ Բնության տրամադրությունն է վրձնով պատկերել, նկարները գունեղ են, բայց երիտասարդը դրանց մռայլ անվանումներ է տվել։ Միշտ արևը ներկայացվում է դեղին այդպես պայծառ, իսկ ես փորձել եմ մեկնաբանել արևը այլ կերպ, այսինքն սև արև, այսինքն ուրիշ մոլորակում է կարծես այս չեմ կարող ասել, դա զուտ իմ երևակայության արդյունքն է։ Միքայելի հորեղբայրը Կաքավիկով Կոմիտասին վաղուց է ծանոթ, անսովոր է նկարիչների միությունում այն տեսնելը։ Եղբորորդին նկարում է 11 տարեկանից, տղայի ստեղծագործական տաղանդը գնահատել է նաև վեհափառ Հայրապետը։ Միքայելի այս նկարը տեղ է գտնելու Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի Այվազովսկու կտավների կողքին։ Կոմիտասին շատ հաճախ պատկերում են իր կյանքի մութ կողմով, այսինքն կապված ցեղասպանության հետ ավելի սևազգեստ ճակերտավոր, իսկ ես որոշեցի մի փոքր ավելի իրեն դրական, որովհետև ինքն իրականում շատ աշխույժ, ուրախ եւ հումորով մարդ է եղել։ Հայաստան համահայկական հիմնադրամի եւ նախագահի համատեղ երիտասարդական ամենամյա մրցանակի արվեստ մրցույթի եզրափակիչ են անցել 13 մասնակից։ Նկարիչների միությունում երրորդյա ցուցադրության ընթացքում ժյուրին կորոշի կերպարվեստ, քանդակ, գրաֆիկա, լուսանկար անվանակարգերում լավագույններին։ Նվկայագիր է նախագահի կողմից ստորագրված, որը տրվում է հենց մրցանակների շնորհման օրը նախագահի կողմից։ Կրծքանշան է եւ 2.500 ամերիկյան դոլարին համարժեք դրամ։ Հաղթողների անունները կհրապարակվեն մայիսին կայանալիք մրցանակաշխության ժամանակ։ Անի Հակոբյան, Անդրանիկ Արթանյան, ժամը լրատվական։